Наградить орденом «Алтын Қыран» Пашиняна Никола Ваваевича. Հանուն ինչի է թյուրքական պետությունների կազմակերպության կարկառուն անդամ Ղազախստանը երկրի բարձրագույն պարգևով պարգևատրում Հայաստանի վարչապետին։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ոսկե արծիվ շքանշան է գցում Նիկոլ Փաշինյանի վզին, որովհետև գնահատում է Հայաստանի վարչապետի նշանակալի ձեռքբերումները Հայաստանում։ Ղազախստանում ձեզ ճանաչում եւ հարգում են որպես Հայաստանի համազգային առաջնորդ, ով կարողացել է նոր էներգիա ներարկել իր երկրի զարգացմանը եւ հզոր խթան հաղորդել պետականաշինության բարեփոխումներին։ Տոկաևը գնահատում է նաև Փաշինյանի հեռատեսությունը։ Իրական Հայաստան հայեցակարգն է հեղինակել, Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու համար ջանք չի խնայել։ Հատկապես կցանկանայի ընդգծել ձեր նշանակալի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության գործընթացի առաջխաղացման եւ Վաշինգտոնում համապատասխան եզրափակիչ փաստաթղթի ստորագրման գործում։ Շնորհակալության խոսքում Փաշինյանն էլ Տոկաևին է կոմպլիմենտներ շռայլում, եղբայրական անվանում Ղազախստանը։ Մեծ պատիվ է ինձ համար եղբայրական Ղազախստանից բարձրագույն պարգևի արժանանալ եւ ստանալ այն անձամբ ձեզնից։ Դուք մեծ փորձառություն ունեցող քաղաքական գործիչ, պետական գործիչ եւ դիվանագետ եք։ Ձեր գնահատանքը շատ բան է նշանակում եւ ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն խորանալ։ Մեծ պատվիրակությամբ է երկօրյա այցով Աստանա գնացել Հայաստանի վարչապետը 1000 տոննա 4-րդ կարգի ղազախական ցորենի Հայաստան ներմուծումից 2 շաբաթ անց։ Երկաթուղով Ռուսաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխումը շատ է ոգևորել ղազախական կողմին։ Հիմա էլ մտածում են ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին։ Միայն թե Աստանային դուրս չի գալիս Երևանի օդակայանի գները։ Այդ երկրի էկոնոմիկայի նախարարն է դժգոհել։ Երևանի օդանավակայանում սպասարկումը թանկ է $65 մեկ անձի համար եւ $1248 մեկ տոննա ավիակերոսինի համար։ Հիմա խոսքը այն մասին է, որ դա ինչ-որ կերպ սուբսիդավորվի։ Այդ պայմաններով մեզ մոտ եւ Սկատը եւ Fly Aristane պատրաստ են չվերթեր բացել։ Փաշինյանի կառավարությունը, որի վարած քաղաքականության հետևանքով դեռ տարիներ առաջ հայկական ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության ավիացիոն սև ցուցակում, հունիսին որոշում է ընդունել, որ կսուբսիդավորի արտասահմանյան այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններ կառաջարկեն եւ թռիչքներ կկազմակերպեն նաեւ Շիրակ օդակայանում։ Ավիափոխադրումների հարցը Հայաստանի վարչապետն ու Ղազախստանի նախագահը քննարկել են ընդլայնված կազմով նիստի ժամանակ։ Երևանն ու Աստանան մտադիր են ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնել հարաբերությունները։ Այսօր հայտարարություն են ընդունել, պատրաստ են զարգացնել հարաբերությունները տնտեսական կապերից մինչև մշակույթ։ Թերեզա Կադաևչյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։